Մարդ ինքը թվային կոդ ունի, ամիս, ամսաթիվ, տարեթիվ։ Մարդը կարող է ինքը շատ լավ անձնավորություն լինի, իր մտածելակերպով տարբերվի մյուսներից, բայց կարող է ինքը լինի տվյալ պահին այնպիսի մի կարգավիճակում, որի էգրեգորը օրինակ աղքատության էգրեգորն է, գումարները ոնց գալիս են իրան, այնպես մատների արանքով գնում են։ Կարա այնպես լինի, որ տղամարդիկ հասնում են ինչ-որ X տարիքի, կարա լինի 30 կամ 29, ու այդ տղամարդիկ մահանում են, չբերության հետ կապված, ասենք անձը մեղավոր չի, որ իր նախնիներից մայրական կողմը դա կարող է լինել, հայրական կողմը դա կարող է լինել, գործել են այնպիսի մեղքեր, որ իրենք պետք է պատասխան տային, բայց ինքն է այս ամենի միջով անցնում, որպեսզի մաքրի։ Բարև ձեզ, ես Ինարա Գրիգորյանն եմ, տարոլոգ թվաբան, այսօր ես որոշել եմ խոսել ռադալոգիայից, այսինքն տոհմից, մեր սերունդներից և կարծում եմ այսպիսի բան դժվար թե Հայաստանում որևիցե մեկը լսած լինի, թվերը մեզ կապ ունեն նաև ռադալոգիայի հետ, այսինքն սերունդների և մեր պապերի հետ, նախնիների հետ։ Ինչի համար է թեման հենց այս մասին, որովհետև մեր երկրում մենք տեսնում ենք բավականին շատ տարբեր մարդիկ, ովքեր գալիս են խնդիրներով մեզ մոտ, յուրաքանչյուր մարդ ամեն մի արարք անում կամ հասկանում է կամ չի հասկանում։ Ներկապային մեր երկրում կատարվում են այնպիսի իրադարձություններ, այնպիսի գործողություններ, որ ամեն մարդ պետք է ինքը հաշվի նստի իր հետ, թե այդ խնդիրները իր որտեղից է գալի, հիշողությունները եւ այլն, այսինքն մարդ ինքը թվային կոդ ունի, ամիս, ամսաթիվ, տարեթիվ, նախնիների հետ կապված, նայած ինչ է բերել ինքը իր նախկին կյանքից, ուրեմն մայրական կողմը եւ հայրական կողմը սերունդների մասին է խոսքը, որտեղ որ մայրական կողմը օրինակ դեպքեր է լինում, երբ որ այսպիսի մի գեղեցիկ խոսք կա, ասում են, որ սերունդի փոշի, որը ծանր է նստում մարդու ուսերին, այսինքն դա կարող է լինի մայրական կողմը կապ չունի տղամարդը, այն ինչ նստում է ծանր փոշին իր ուսին, սերնդե սերունդ եկող, այնինչ ինքը չի արել, կամ կին կարող է լինի, Այստեղ նայում ենք խնդիրը որտեղից է գալիս, անցյալ կյանքերից, որտեղ որ կատարել են գործողությունները կամ սերնդե սերունդ է գալիս, բայց մեկն է կրում այդ խնդիրը, իր ուսերի վրա, որը ինքը չի արել։ Այսինքն ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է, որ խոսքի օրինակ ինչ որ մարդիկ հայրական կողմն, ասենք, ցեղին կատարել են ինչ-որ ծանր գործողություններ, որը անձը չի կատարել և այդ ծանր բեռը, այսինքն մեկը չի կատարել այդ գործողությունը ցեղում, որ գալիս է սերնդե սերունդ և մեկը կրում է այդ ամբողջ ծանր բեռը, այդ խնդիրները իր ուսին։ Ինչ նկատի ունեմ, մարդը կարող է ինքը շատ լավ անձնավորություն լինի, ինքը կարող է բավականին իր մտածելակերպով տարբերվի մյուսներից, բայց կարող է ինքը լինի տվյալ պահին, խոսքի օրինակ եմ ասում, այնպիսի մի կարգավիճակում, որի էգրեգորը օրինակ աղքատության էգրեգորն է, գումարները ոնց գալիս են իրան, այնպես մատների արանքով գնում են, անձը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ։ Դեպքերը այսպիսի տարբեր են, կամ ասենք թե կինը էլի այդպիսի դեպքեր իմ մոտ եղել է, որ դիմել են ինձ, խոսքի օրինակ չի հղիանում, մարդը սերնդե սերունդ տենց գալիս է, պարզվում է, որ մորաքույր, հորաքույր և այլն, բավականին շատ աբորտներ են արել, այսինքն զբաղվել են երեխայի սպանությամբ և այստեղ կինը ինչով է մեղավոր, որ խոսքի սերնդե սերունդ դա եկել է ու ինքը հիմա պետք է պատասխան տա դրա համար։ Եվ
մեկ այլ տարբերակ նորից կբերեմ, ասենք թե տղամարդն է, տղամարդկանց մոտ շարքը այնքան է սերնդեսերունդ մայրական կամ հայրական կողմից եղել ուրեմն սպանություններ, ծանր հանցանքներ, տարբեր մարդիկ են գործել եւ այստեղ կարա այնպես լինի, որ տղամարդիկ հասնում են ինչ որ X տարիքի, կարա լինի 30 կամ 29, ու այդ տղամարդիկ մահանում են կամ բաժանվում են կամ ընդհանրապես մենակ են մնում, նույնը կանանց մոտ կարա այդպես լինի։ Շատ մարդիկ ասում են, որ դա կարող է լինի անեծք, բայց ես չեմ կարծում, որ դա անեծքի հետ կապ կարող է ունենա, որովհետև անեծքը ստեղ մի քիչ ուրիշ է, կապված սերնդի, կապված նաև թվայինի հետ։ Ինչու հենց թվայինի, որովհետև այսօրվա դրությամբ բավականին թվահոգեբանները ժամանակակից շատ են խոսում 9, ովքեր ծնվել են ցանկացած ամսի 9, 18 եւ 27 թվանշանի ներքո։ Ուրեմն լինում է, որ մայրական կողմը կարող է լինի բավականին շատ ուժեղ բնավորության տեր մարդիկ, մորաքույր եւ այլ, տատիկներ, եւ նրանք կարող են լինել բավականին շատ ուժեղ բնավորության տերեր, որոնց կողքին չի մնում օրինակ տղամարդիկ։ Սա ինչի հետ կապ ունի, սա կապ ունի տարբեր վարկածներով, օրինակ դեպքեր տարբեր կարան լինեն, խնդիրը գալիս է էլի ցեղից, արմատներից, այսինքն ինչ նկատի ունեմ, որ հնարավոր է ցեղի մեջ հետ ենք նայում, թե հայրը, ասենք թե հայրը կանանց, որոնք որ լիդեր են, ուժեղ են, իրենց կողքին չեն մնում տղամարդիկ։ Այստեղ նայում ենք հետ, խոսքի օրինակ կարող է իմանում են, որ հայրը մահացած է եղել, հայրը հորից առաջ, հոր հերը, եւ այլը, սենց, նախնիները, անցյալ կյանքում ով են եղել, պետք է հետաքրքրվեն, որպեսզի հասկանան այս խնդիրը իրանց արմատներից կոնկրետ որտեղից է գալիս։ Ես մի փոքր դեպք կասեմ, սենց վարկածի հետ կապված, օրինակ, որը որ շատ ծանոթ մարդու հետ է եղել, որ ես եմ կանգնացրել, կանանց կողմը ոչ տղամարդ էր մնում, եթե մնում էր կամ ալկաշներ էին լինում, կամ խոսքի օրինակ մահանում էին։ Այդ ժամանակ, երբ որ անձը պետք է ամուսնացներ աղջկան, ինքն էլ արդեն բաժանված էր, ամուսնուն կորցրել էր, 2 ամուսնություններ ունեցել, մեկը մահացել էր ամուսինը, մյուսին կորցրել էր, խմիչքի հետ էր էլի կապված, աղջիկ երեխային մեծին պետք է ամուսնացներ։ Ամուսնացնելու ընթացքում զգում էր, որ ինչ որ բան խանգարում է, վախեր ուներ եւ դիմեց ինձ։ Երբ որ դիմեց ինձ, ես դիագնոստիկան տարա եւ նայեցի, որ խանգարող հանգամանք կա, բայց վերջինն է, դա նաև կարող է լինի պորտով, անեծքով, որ գալիս է, 7 պորտ կա, 40 պորտ կա նաև, որը շատ մարդիկ վկավիչկա, ասենց ասեմ, իրանց դնում են մասնագետների տեղ, բայց դա ընդհանրապես այդ գիտելիքը չունեն։ Անգամ սա չգիտեն։ Ես իրավիճակը նայելուց հետո վերցրեցի այդ աշխատանքը տարա, աղջիկը ներկա պահին, աղջկա մոտ դա ընդհատվել է, լրիվ կանգառ է, աղջիկը արդեն 20-րդ տարին է, 15-18 տարին է, ամուսնացել է, երեխաներ ունեն, բավական երջանիկ են եւ կանգ առել, չկա բաժանում։ Ամուսնացել է նաեւ երկրորդ աղջիկը, էլի չկա բաժանում եւ արդեն երկրորդ տարին է եւ կանգ առել։ Սա որտեղից է գալիս նախնիների խնդիրներից, որովհետեւ երբ որ այդ ծանր մեղքերը, ովքեր որ գործում են, իրանց գործողություններով եւ այլ եւ լինում են բավականին աղքատ էգրեգրի, որտեղ ցավնա, որտեղ լացնա, այստեղ դժվում է ամբողջ ցեղի մեջ մեկը, ով եկել է, որպեսզի այս ամբողջը մաքրի։ Նույնն էլ կանանց մոտ այդպես լինում, չբերության հետ կապված, ասենք անձը մեղավոր չի, որ իր նախնիներից մայրական կողմը դա կարող է լինել, հայրական կողմը դա կարող է լինել, գործել են այնպիսի մեղքեր, որ իրենք պետք է պատասխան տային, բայց ինքն է այս ամենի միջով անցնում, որպեսզի մաքրի։
Ինչու ես ասեցի, ովքեր ծնվել են 9, 18 եւ 27 թվականշանի ներքո մարդիկ, որովհետեւ նրանք իրենց կյանքում բավականին հին հոգի են, իրենց կյանքում լինում է կարմիկ շատ դեպքեր եւ շատ մարդիկ այս մասին չգիտեն, բայց չեն էլ հասկանում, թե թվագետները ինչու են խոսում։ Իրենք իրենց կյանքում կարելի ասել լիդերներ են, մասշտաբի հետ են աշխատում եւ այստեղ ցեղի հետ կապված դե բնական է, եթե կին է, այստեղ ուրեմն մայրական կողմը բավականին ուժեղ են եւ այստեղ պետք է կարողանա այսպիսի կանայք, թե տղամարդիկ շատ ճիշտ օգտագործել իրենց էներգիան, որովհետև իրանք գալիս են մարդկանց օգնելու եւ մարդկանց ճիշտ ուղու վրա դնելու իրենց ցեղին, նաեւ այդ ինչ որ այս կամ այն, հա, իրավիճակներից հանելու։ Ես ինչի համար եմ այս նրբությունը մտցնում, որպեսզի շատ մարդիկ հասկանան, թե ինչ կապ ունի թվագիտությունը այս ռադիոլոգիայի հետ, հա, ցեղի արմատների հետ կապված, որովհետև ինները հին հոգիներ են, ովքեր եւս մեծ ճանապարհ են անցնում, դեպքեր եղել են, երբ որ կարող է ինչ-որ վթարների միջոցով ծանր դեպքերից բրծնեն իրանք, կյանքին վտանգ սպառնացող, բայց չգիտես ինչու, ովքեր ծնվել են 9, 18 եւ 27 թվականշանի ներքո, իրանց մոտ անհաջող պապիտկաներ է տենց լինում եւ չի ստացվում, հա, որ ուղարկեն են աշխարհ, ինչի, որովհետեւ այստեղ մեծ կապ ունի ցեղը, տոհմը եւ վերին ուժերը։ Սա ես ինչի համար եմ ասում, որովհետև ովքեր ծնվել են 9, 18 եւ 27 թվականշանի ներքո, իրենք պետքա իրենց ցեղի հետ ոչ մեկին հենց անենց ոչինչ չի տրվում, հա, եթե իրանք եկել են հին հոգի են իրենց միսիան լրիվ առաքելությունը ավարտելու, իրանք պետքա նախ իրենց կապը ամրացնեն իրենց ցեղի հետ, թե մայրական, թե հայրական, որովհետև լինում է մարդկանց մոտ, երբ որ ասում են գիտես ինչ, ես իմ ծնողին սա չեմ ների, ես այն մի ծնողից կյանքում չեմ ների եւ այլ, պետք է այստեղ ավելի խորանալ, ավելի խորը, որովհետեւ սա բավականին նուրբ թեմա է, հասկանալ կոնկրետ մարդու վրա ինչ այսպիսի շտամպ կա, հա, պեչատ են ասում, որ ինքը դա բերել է իր անցյալ կյանքերից եւ չի ուզում ուսումնասիրի, հա, հասկանա, թե խնդիրը որտեղից է գալիս, որովհետև եթե մարդու մոտ ինչ որ վթարներ են լինում, մարդը մի քանի անգամ փրկվում է, սա պետքա վերևներից այդպես են ասում, հա, որ դու հələ մեզ պետք ես, դու հələ ունես աշխատանք տանելու, խի, որովհետև հին հոգի ես, դու եկել ես որպեսզի քո միսիան ավարտես, դու կիսատ չես թողնելու քո միսիան, հա։ Եվ այստեղ մարդը պետք է հասկանա, որ ինքը լիդեր է, եթե ինքը խոսքի օրինակ այս կամ այն ասպարեզում բավականին հաջողակ մարդ կարող է դառնա, ինքը պետք է հասկանա, որ ինքը եկել է ոչ միայն մարդկանց ծառայելու, նաև իր տոհմը, իր ցեղը մարդկանց, հարազատներին այս կամ այն իրավիճակներից հանելու։ Այստեղ նաև բավականին մեծ կապ ունի բավականին նուրբ մոտեցում, որովհետև մարդիկ տարբեր են, տարբեր հոգեբանական խնդիրներ են ունենում, որովհետև տարբեր գործողություններ են անում, հա, այս կամ այն իրավիճակում նայած մարդը կոնկրետ ինչ գործողություններ անում, ստեղ մեծ կապ ունի լիդերը, ընդհանրապես լիդերները մեծ կապ ունեն, որովհետև ինչքան դու ուժեղ ես, ինչքան քո մոտ հոգևոր արժեքները շատ բարձր է, այնքան խոսքի օրինակ, քեզ մոտ կարող է լինի վիբրացիաներդ բարձր, հոգևոր արժեքներդ բարձր եւ բավականին կարող է դու լինես հաջողակ, դու պետքա չմոռանաս, որ դու ունես հարազատներ, ունես ցեղ, ունես արմատներ եւ դու պետքա դրանք, հա, այդ հարցերին էլ լուծում տաս, բացի քո այն մարդկանց, ինչ մասշտաբի հետ դու աշխատում ես։ Եվ ոչինչ հենց այնպես այդպիսի մարդկանց չի տրվում։ Կան նաև այլ գործողություններ, որի վիճակով խոսքի օրինակ մեր երկրի հետ կապված մեր հայերը, մեր հայ ժողովուրդը, ով մոռացել է, ուրացել է իր նախնիներին,
հա, դավաճանելա եւ ընդունելա քրիստոնեությունը։ Ես մի քիչ սա բարձրաձայնում եմ, որովհետեւ ես ինքս եմ այսպիսին։ Ես այնչու համար եմ ասում, ատելություն քարոզելը բավականին շատ է տարածված մեր երկրում եւ փոխանակ մեկը մյուսին սիրի, հարգի, դիմացինը կամենա, ամեն առավոտյան արթնանում են, շնորհակալ լինեն, որ ողջ առողջ արթնացել են, մեր նախնիներից շնորհակալություն հայտնեն, աղոթեն, լրիվ հակառակ process-ն են անում։ Այսինքն ֆիզիկական մենակ մարմինն է մարդու աշխատում, ինչ նկատի ունեմ, մարդը առավոտյան արթնանում է, սովորական մեկ գավաթ սուրճ է խմում եւ սովորական գնում է ինչպես միշտ։ Աշխատանքի հետո գալիս է տուն, հա, ֆիզիկական մի կտոր հաց է ուտում, քնում է եւ այլ։ Այսինքն մարդու կյանքում չկա նորմալ կյանք, մարդը չի հասկանում, որ ֆիզիկականի մեջ չի յուրաքանչյուր անձ այն հոգեվորը, որ մարդու մեջ է նստած, այսինքն արարիչը հոգին դրել է մարդու մեջ, դա ինչի համար է դրել, որպեսզի մաքուր պահի, հա, մարդ իր հոգին, իսկ մարմինը դա մարդու ինչն է, մարդու եկեղեցին, միտքը ենթագիտակցականը, այսինքն երբ դու հոգիդ մաքուր ես պահում, գիտակցականը չի կարա, չէ, վատ միտք տա, որ դու գնաս այս կամ այն գործողություններն անես։ Սրանք էլ է գործողություններ, որ հավաքվում է, սենց դառնում է մի հատ մեծ փոշի, սերնդեսերունդ սենց գնում է, հետո տուժվում է մեկը, հետո տուժվում է մյուսը, որը որ այդ մեղքը չի գործե, սրանք տարբեր են եւ տարբեր վարկածներ ունեն, նայած մարդ իր ձևի ան, այսինքն մարդիկ կան իրաց սխալները չեն ընդունում երբեք եւ ասում են, գիտես ինչ կա, փոխանակ վերանայեն իրանց մեջ, փոխանակ ընդունեն իրանց սխալը, հա, հասկանալով, որ դա ունենալու է հետևանք, ինքը պատասխան չտվեց, պատասխանականելու իր սերունդը, կա ծնող, կա դու եւ կա քո սերունդները, հա, ծնողը դա նայ ինչ տալիս է քեզ, դա դու ես, ինչ ներկայում տալիս ես քո սերունդներին, ինչ տվել է քեզ ծնողը, դա կարող է նախկինում այն ինչ որ դու հիմա կաս քո գործողություններով, հա, ես չգիտեմ, ամեն մարդու մոտ տարբեր է, եթե դու կարող ունես հոգևոր արժեքներ, հա, լավն ես տալիս, դու բարին ստանում ես, քեզ կրկնապատկվում է, դառնում ես հաջողակ։ Օրինակ բերեմ երկու, ուրեմն, վարկածով ասենք թե մի մարդ ունի տրված է դար, շնոր, մարդու մեջ կա հոգևոր արժեքներ, ինքը ինչ-որ կազմակերպությունների, ռակով օրինակ, հա, հիվանդ երեխաներին օգնում է, իր հարազատներին օգնում է, մանկատան երեխաներին օգնում է, բնության հետ սա ինչն է, հոգևորը, որ մարդու մեջ կողքից նայում ես, հոգևորն է, հա, իսկ երբ որ նայում ես կողքից մյուս անձին, ինչ են ասում, մի հատ կենթանուն պահի կողքը, տես ոնց վերաբերվում է կենթանուն, հենց էլ ինքը մարդկանց է, հա, վերաբերվում։ Նայում ես այս երկու տեսակները, տեսնում ես, որ հոգևոր արժեքով մարդը որտեղ, մյուս անձը որտեղ, հա, արդեն տարբերությունը հասկանում ես։ Նույնն էլ այն ինչ, ասենք, արարիչը դրել է քո սրտի մեջ, դու քո հոգին մաքուր ես պահում, ունես հոգևոր արժեքներ, մտքերդ մաքուր, ձկներին այսպես են ասում, չէ, ձուկը ինքը մաքուր հորոսկոպով, ինքը մաքուր ջուրն է։ Դրա համար ես միշտ, երբ որ հորոսկոպի կանխատեսումներն անում եմ, միշտ ասում եմ, որ պետքա ձեր մտքերը միշտ մաքուր լինի, որովհետև մենակ նա չի, որ ձկների տունը, 12-րդ տունը, դա միստիկանա եւ այլ, չմոռանանք, որ դա խորհրդանիշն է նաեւ հոգեվորի, հա։ Սրանք շատ կարևոր բաներ են, որ ես այս մասին ներկայացնում եմ, խոսում եմ։ Իսկ ցածր էներգիան դա նա է, երբ որ մարդը չի ցանկանում ուղի իր սխալները եւ դրա համար հետագայում պատասխան են տալիս իր սերունդները, այսինքն ներկայում այն ինչ ինքը կատարում է, հետագայում եթե ինքը մնում է սանսարայում, հա, շրջանակաձև, հետո պատրաստում են հաջորդ կյանքում, երբ որ գալիս է, ինքը պետք է ստեղ ինքը իր այդ գործողություններն անի, լրիվ լրացնի։ Ես մի հատ հետաքրքիր օրինակ բերեմ, շատերին կարող է զարմացնի,
Օրինակ, մարդը մի կին հանդիպում է ամուսնացած տղամարդու հետ, սա էլ է մեղք, եւ ցանկանում է այդ մարդու տունը քանդել։ Հաջորդ կյանքում այս կինը արդեն քանդել է, հա, կարող է այդ տղամարդու հետ հանդիպի, բայց իրանք լինեն մայր ու տղա։ Ինքը պետք է իր միսիան լրիվ, իր սխալները ուղի, հա, որովհետև կա հիշողություն, սրանք կոդ է, որը դու պետք է հիշես։ Այսինքն մարդու մոտ հենց այնպես չի լինում այդ հիշողությունները գալիս է, այնպեսի տպավորությունը կարծես ասում է ես սա նորից եմ ինձ հետ կրկնվել է, հա, ասես դեժավյուի նման։ Դրանք պատահականություն չի, որովհետև այո կա այսօր կոդի թվային սիստեման, որը որ հենց քո ծնված օրվանից բիրկան երբ դնում են մարդու ձեռքին, դու արդեն կոդավորված ես այս թվային սիստեմի մեջ ես, հա, եւ դա ունի այո հիշողություն։ Մեր ամբողջ թվային համակարգը դա պարունակում է մեր ամբողջ կյանքը եւ երբ մենք ծնվել ենք եւ ապրում ենք այս մոլորակի վրա, յուրաքանչյուր անձ պետք է անգամ մտքով, եթե դու ցանկանում ես մեկը քեզ չի խնդրել, դու իրան օգնես, դա էլ է մեղք։ Դա էլ է տիեզերքի խախտում, որովհետև տիեզերքի խախտումը, երբ դու խախտում ես տիեզերքը, ասենք կան, չէ, 9, 18, 27 թվանշանի ներքո ծնված մարդիկ, երբ որ քեզ չեն խնդրում, դու վազում ես օգնելու։ Ուրիշի կարման դու վերցնում ես քո վրա եւ հետո նստում բողոքում ես, մեղադրում ես մարդկանց, սա մեղք է, իհարկե մեղք է, որովհետև դու պետք է մեղադրես քեզ, որ ինքդ ես վազել, ինքդ ես օգնել ու ինքդ ես ուրիշի կարման վերցրել քեզ վրա եւ այստեղ ինքդ ես գրել քո կյանքի սցենարը, հա, պետք չի մեղադրել մարդկանց, որովհետեւ դու ինքդ ես օգնել ուրիշի կարման վերցրել քո վրա եւ դու հիմա չես իմանում թե ինչպես դուրս գաս ինչ որ բլոկ իրավիճակներից։ Շատ է լինում է նաեւ երբ որ մարդ կարող է իրեն ծրագրավորի, սա էլ կա, այսինքն թունավոր շրջապատը ստեղ մեծ կապ ունի, դա նաև լինում է ցեղից եկող այո, որ բոլորը բավականին բացասական մարդիկ են եղել, նայած շատ դեպքերի իմ կյանքում եղել է, որ ցեղից եկող եղել են բավականին շատ մարմնավաճառներ, բավականին ծանր մեղքեր ա եղել է բավականին տարբեր տեսակի մարդիկ, ովքեր որ նաև ցեղի մեջ գող են եղել, հա, նստած բանտը, սրանից գողացել են, նրանից գողացել են, այս մեկի տունն են քանդել, ուրիշի դժբախտության վրա են ուրախացել եւ այլ։ Հենց այսպիսի գործողություններն էլ անգամ այն գործողությունները, որ մարդ կարող է մեղադրի բոլորին իր խնդիրների մեջ, բացի իրենից։ Դրա համար պետք է կոնկրետ մեր, հա, Հայաստանի ժողովուրդը ինքը հասկանա, որ բացասականի մեջ լինելով, մեղադրելով ամբողջ աշխարհին, մեղադրելով քո սեփական ինքդ հայ լինելով քո հայ ժողովրդին, դու այդպես ոչ մի լավություն չես անում, որպեսզի քո երկիրը հետագայում ծաղկեցնես, հլը հակառակը, այսպիսի քայլերով ավելի շուտ կարող են տանել կործանման մեր երկիրը, որովհետև այսօրվա դրությամբ ամբողջ այս երկիր մոլորակի վրա հենց մարդկային բացասական խոսքերը, որոնք բարձրանում են վերև այդպես, հա, աղտոտում են կարման, տիեզերական օրենքները խախտելով բալանսի եւ նաեւ կենթանասպանությունները, որը բավականին հիմա շատ է, ատելության քարոզները, ուրեմն այլասերությունները, պետոֆիլիան, բավականին բացասականը շատ է եւ հենց այդ բացասական երևույթի պատճառով է, որ այսօրվա դրությամբ շատ երկրներ եւ պատերազմական վիճակում են եղել եւ այս իրավիճակները ստեղծվել է, որը սկսվել է հենց կորոնավիրուսից, հա, արհեստական հիվանդություն, որը տարածեցին եւ հենց այդ ժամանակ էլ մաքրումները սկսեց։ Ես կարծում եմ, որ մաքրումները սկսվել է ոչ միայն մարդկանցով, այլ դա նաև սկսել է կենդանիներով։ Այս տրանսֆորմացիան նաև անցնում են կենդանիները։ Մենք բավականին հիմա նաև Հայաստանում ենք տեսնում այս դեպքերը եւ նաև մանկապահծության դեպքերն ենք տեսնում, որը այնքան էլ հաճելի չի։ Այո, նաև
ցեղերի մեջ այսպիսի բավականին ծանր գործողություններ են անում, որը հաջորդ կյանքում 100% պետք է ինչ-որ կամ անձը պատասխան տա դրա համար, կամ կարող է տալ լրիվ անմեղ մարդ դրա համար պատասխանը։ Իսկ երբ որ մեզ դիմում են, մենք մաքրումները տանում ենք, նայած ինչի հետ գործ ունենք, դիագնոստիկան տանելուց հետո, երբ որ սկսում ես աշխատել, նայած ինչ աշխատանք ես տանում, մարդու վրայից կարող է ընկնել այդ ծանր փոշի ասած բառը, եւ մարդ կարող է իրեն հանգիստ զգալ եւ Էմսի տպավորություն է մարդկանց ասածն եմ ասում, որ կարծես մի փոքր ոնց որ ծանր բեռ իրանց ուսից ընկնի։ Դա այնքան էլ հեշտ գործ չի, ինքը շատ վտանգավոր է, դա ամեն մարդ չի, որ կարող է վերցնի այդպիսի աշխատանքները տանի, որովհետև դու կոպիտ ասած ոնց որ ուրիշի սխալը վերցնես, դու մաքրես։ Կոնկրետ ես այնպիսի աշխատանքներ եմ վերցնում մաքրում, էլի ռոդի հետ կապված եղել է, այո, վախերի հետ է կապված եղել, որը մարդուն ուղարկել էին, հա, կապված մտքերի զոմբիացման եւ այլն, որը ծրագրավորում էր կոչվում եւ դրանից հետո հանելուց հետո ես ուղղորդել էի մի անձի, ով բավականին շատ հաջող աշխատել է եւ իմ էներգիան է միանգամից զգացել, անգամ երկուսն էլ հասկացրել էին, որ մաքրման ինչ-որ շրջան է սկսվել, ասել էր այո, Ինարա Գրիգորյանն է մաքրումը արել, նոր հասկացել էր, որ իշն է պատճառը, որ չէր կարողացի քնել։ Համենայն դեպս կարևորը նա է, երբ որ մարդիկ գալիս են դիմում են քեզ, եթե դու ինքդ կարողանում ես այդ մաքրումը տանել, տանում ես, մինչև վերջ, որպեսզի ունենաս արդյունք։ Իսկ եթե դա քոնը չէ, դիագնոստիկայով դա քեզ արգելվում է, դու կարող ես մարդուն բարի ձևով կամ եթե կա իրական մասնագետներ էլի մեր տիպի, ես շատ լավ գիտեմ, թե ում եմ ուղղորդում եւ ունենում են արդյունքներ, իսկ եթե կասկածում եմ կամ եթե այդ անձը այստեղ չի լինում, ես ընդհանրապես այդ մասին չեմ խոսում եւ սիրուն ձևով ճանապարհում եմ։ Նաև խոսեմ այդպիսի գործողություններից բացասական, որոնք անում են կենդանիների հանդեպ, օրինակ շները, այսքան ժամանակ շատ մարդիկ չգիտեն, որ շները իրանց էներգիան տալիս են մարդուն, իսկ կատուն տանում է, այսինքն կատուն վամպիր է, բայց շունը տվող է էներգիան։ Դեպքերը բավականին շատ են, երբ որ շներին վերացնում են, խփում են, սպանում են եւ այլն, բացասական գործողությունը, կապ չունի շունա, կատույա, թռչունա ինչա։ Շատ մարդիկ չեն հասկանում, որ շունը ինքը խոսքի օրինակ է, մարդուն օգնում են կորած երեխաներին են գտնում, մարդկանց են գտնում, ընտանիք կենդանիներ են շատ դարեր առաջ եղել եւ ընդունվել են, հա, շունը եւ կատուն որպես ընտանիք կենդանիներ։ Բայց մարդկությունը այսօրվա դրությամբ այնքան է բացասական մեջը շատ, հա, տարբեր, կոնկրետ մեր Հայաստանում ավելի է շատացել։ Դեպքեր կան, որ շների աչքն են հանում, սպանում են եւ այլ եւ այլ եւ այլ։ Ես այնի համար եմ ասում, որովհետեւ մարդիկ այն կարգի են չարացել, որ չեն հասկանում, որ այդ իրանց գործողությունները կապված կոնկրետ շան հետ կապված, դա շանս չի թողում չի թողնի ապագայում իրենց հենց իսկ գործած ձեռքի այդ ոճրագործությունից հետո, որպեսզի նա կամ ոճիրը որ գործել է, հա, կամ իր ընտանիքի անդամները ողջ մնան, որովհետև դա այդպես է, նախ չգիտեն, որ շուն ունի անեծք, սա էլ ասեմ, ինչն է այստեղ հետաքրքիր, որ մարդը գիտակցաբար, թե անգիտակցաբար այդ գործողությանը գնում է, բայց գալիս է մի պահ, որ ընտանիքի անդամները կարող է ծանր հիվանդանան եւ շանս չլինի մահանան, հա։ Նույնը կապ ունի 7 պորտ, 7 սերունդ բավականին ցավոտ իրադարձություններով պատասխան տալու համար, այսինքն սերունդներն են պատասխան տալիս։ Նույնը վերաբերվում է կատուների հետ կապված, էլի, կատուներն էլ, մարդը երբ գալիս է աշխատանքից հոգնած, կատուն նստում է ինչ-որ տեղ, չէ, որտեղ որը զգում է, կատուն էլ է քաշում տանում այդ հիվանդությունները մարդու, կամ էլի էներգիա է տալիս,
միանգամից զգում են, հա, այսինքն տունը զգուշացնում են կամ մի կետի են նայում, հասկացնում են, այսինքն երկուսն էլ ընտանի կենդանիներ են, չէ՞։ Մարդիկ չեն հասկանում, որ այս ամեն ինչը ստեղծել է Արարիչը, ոչ թե որ մարդկությունը վտանգավոր դառնա կենդանության, բնության հետ կապված էս իր արարքներով, այլ հակառակը Արարիչը ստեղծել է, որպեսզի դու ներդաշնակ լինես ուրեմն բնության հետ, հա, չխախտես տիեզերքի օրենքները եւ այնինչ ինքը ստեղծել է, դու սիրես, այլ ոչ թե վնասես։ Դրա համար հիմա բնությունը արթնացել է եւ շատ մարդիկ այս գործողությունները որ անում են, իրանք էլ չեն հասկանում, որ պատասխանը տալու են ոչ թե մենակ իրանք, այլ կենթանի, հա, իրենց երեխաներն ու սերունդները։ Սերնդե սերունդ դա գնում է։ Ասեմ շների հետ կապված շատ հետաքրքիր բաներ կան։ Շները կարողանում են շատ լավ կանխատեսել։ Օրինակ, եթե քիթները սենց բարձրացնում են, սենց վերև են հանում ու քեզ սենց նայում են, ինչ-որ բան են հասկացնում, դա կարող է օրինակ լինի մի քանի անգամ օրվա մեջ, ես ինքս կարողանում եմ արդեն կենդանիների լեզուն շատ լավ տիրապետում եմ, հասկանում եմ, ու ես գիտեմ, թե ասենք ինչ կարող է լինի այս կամ այն իրավիճակից։ Կամ եթե ուզում է տանից փախնի, հա, դուք պետք է հասկանաք, որ դա կարող է կապ ունենա ջրհեղեղի հետ, դա կարող է կապ ունենա երկրաշարժերի հետ, դա կարող է կապ ունենա ինչ-որ օրինակ իմ շունիկի հետ կապված եղել է, երբ որ 15 զինվորների ուրեմն հրդեհը կացարանի որ եղավ, իմ շունիկը Յուպիտեր է անունը, ինձ ցույց էր տալիս, ես նկարել էի, վիդեոյով ցույց էի տվել մեր հետևորդներին, ջրհեղեղի դեպքը մեկ եղավ, մեկ էլ այդ զինվորների հետ կապված կացարանի իրադարձությունը եղավ, ինչ ինձ զարմացրել էր, իրանք բավականին շատ հասկացող խելացի կենդանիներ են, ընդհանրապես ես շատ զարմանում եմ ոնց կարելի է, երբ Արարիչը այնինչ ստեղծել է, որ դու վայելես, հա, կարողանաս սիրես այն ինչ ինքը ստեղծել է, դու դա վնասում ես, ցավացնում ես, սպանում ես եւ այլը։ Նույնը կատուներն էլ ունեն էքստրասենսոր հատկություններ։ Կոնկրետ ինձ մոտ մի քիչ կատուների հետ այլ է, որովհետեւ ինձ նմանացնում են կատուի, ինչը ճիշտ է, ասելով որ չես նեղանա, որ ասում ենք նման ես կատուի։ Ասեմ սա ինչի համար, որովհետեւ իմ աչքերից գալիս է բավականին շատ ուժեղ էներգիա, դրա համար ես չեմ նայում երեխաներին, որպեսզի չընկնեն։ Ընդհանրապես ես կատուների աչքերին էլ չեմ նայում, որովհետև իրոք իմ աչքերի էներգիան էլ է շատ ուժեղ։ Երբ որ ես նայում եմ կատուների աչքերի մեջ, կատուները սկսում են աչքերը ավելի բիբերը բացվել եւ սենց ուռում են, հա, ու ես միանգամից աչքերս իջացնում եմ ներքև, սկսում են հանգստանալ։ Կատուները կարող են նայել մի կետի վրա եւ կատուները միշտ բացասական էներգիան վերցնում են իրենց վրա։ Այսինքն ոչ կատուները ընդհանրապես պատահականություն չի, որ երբեք ձեր տան դռան դեմ չեն եղել, մեկ էլ մի օր գեղեցիկ դուք տեսնում եք դուրս եք գալիս տանից եւ տեսնում եք ձեր դռան դեմ տարբեր գույնի կապ չունի, ինչ գույնի կատու է, կատու կարող է լինել, հա, դա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է, որ կատուն եկել է ձեզ պաշտպանելու, որովհետեւ հնարավոր է, որ ձեր վրա ինչ որ կին պատրաստվում է մոգական գործողությամբ ազդել։ Սա զգուշացում է ձեզի, որպեսզի նա ձեզ պաշտպանի եւ չթողնի, որպեսզի հարվածը ձեզ գա։ Ընտանի կենդանիները այսպես կարողանում են մարդկանց օգնել, հա։ Նույնը կատուների մեջ կա մի հետաքրքիր բան, որտեղ որ նրանք կարող են խոսքի օրինակ, երբ որ դուք տանը չեք, գալիս եք տուն, ինքը շատ տարօրինակ կարող է պարկի, հա։ Օրինակ, եթե կծկվում է ինքը, դա նշանակում է, որ տաք է լինելու եղանակը։ Իսկ եթե ինքը ձեռքերը այսպես վայր պահած քնում է մեջքի վրա, դա նշանակում է ոնց որ կոպիտ ասած բան լինի, եղանակի տեսություն, հա, դա նշանակում է, որ անձրև է լինելու։ Տարբեր են լինում իրավիճակները, ընդհանրապես կա ֆամիլիար բառը, որը որ մոգերը, կախարդուհիները լսած կլինեք, որ շատ սիրում են հենց կատուներին եւ
նրանք շատ են պահում, հա, մասնագետների մոտ տեսած կլինեք, որ իրանք ունենում են կամ սև շուն, կամ սև կատու։ Սա պատահականություն չի, որովհետև դրանք կոչվում են մեր օգնականները։ Ես այն ինչի համար եմ ասում, որովհետև հենց այնպես չի հայտնվում ոչ մոգուհու, ոչ էլ մոգի կյանքում եւ կատուն եւ ուրեմն շունը, հա, որովհետև դրանք հատուկ ուղղորդվում են մեր ուժերի կողմից, որպեսզի նրանք մեր կյանքում օգնեն, պաշտպանեն եւ մեր գործերում շատ են օգնում մեզ։ Ընդհանրապես ես խորհուրդ եմ տալիս մեր ազգին, որպեսզի կենթանասեր լինեք, մարդասեր լինեք, բացասականը վերացնեք ձեր մեջից, որովհետև բավականին շատ է հիմա կեղտոտվել մեր երկրի կառման, որովհետև յուրաքանչյուր անգամ վատ այն ինչ բացասական դու մտածում ես, անգամ դա է արարիչը քո ներսում քննում, հա, եւ եթե դու ինչ-որ գործողություն ես անում, դու պետք է հասկանաս, որ դրա համար, եթե դու պատասխան չտվեցիր, քո սերունդն է պատասխան տալու կամ սերունդի սերունդը։ Դրա համար պետք է յուրաքանչյուր գործողություն, այնիշ գալիս է սրտիցդ, հա, դու պետք է դա մաքուր պահես, քո սիրտը, քո տաճարը, մարմինդ մաքուր պահես, որպեսզի միտքդ պայծառ լինի, մաքուր լինի եւ չվնասես ոչ քո շրջապատին, ոչ մարդկանց, ոչ քո երկրի ժողովրդին եւ ոչ էլ դեգրադացնես, հա, քո ժողովրդին, որովհետեւ ցավոք սրտի մեր ժողովրդի մեջ բացասականը բավականին շատ է, թե կենթանության հանդեպ, թե մարդկության, քո սեփական ժողովրդի հանդեպ, բավական շատ են չարացել։ Դրա համար այսօրվա պահին ես տեսնում եմ, որ բավականին շատացել է եւ շատանալու է իհարկե սպիտ հիվանդությունը Հայաստանում եւ ուռուցքը, չարվորակ ուռուցքը, ցավոք սրտի, բավական շատ շատանալու է, որովհետև դա հենց հետևանքն է մարդկային բացասական, հա, գործողությունների, դրանք տարբեր ձևերով են լինում, տարբեր ձևերով։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս մեր հայ ժողովրդին փոխվել, գնալ հետ քո արմատներին, քո նախնիներին, չուրանալ քո նախնիները, միշտ աղոթել, սիրել բնությունը, սիրել կենդանիներին, սիրել քո սեփական հայ ժողովրդին եւ հույսը դնել քեզ վրա, որովհետեւ ոչ մեկ պարտավոր չի քեզ օգնի։ Հայ ժողովուրդը մեր պետք է իր հույսը դնի իր վրա, այլ ոչ թե այս երկրին մեղադրի, այն երկրին մեղադրի, որ դուք եք պարտավոր եւ այլ, էդ էլ չէ բացասական գործողություն, իհարկե։ Դրա համար պետք է 10 կտրել, 1 չափել, նոր մտածել։ Կյանքում կա հատուկ գիտելիքներ, որը կաստաների հետ կապ ունի, դրանք տարբեր են լինում, բայց ես կարծում եմ էներգիաները, որոնք ես զգում եմ, դա այն էգրեգորն է, որը կապ ունի հիվանդության, լացի, դա սեկտաներն են ամենաշատը, որոնք որ ցավ են բերում մեր երկրին, ցավոք սրտի մոլի, կոպիտ ասած, այդպիսի մարդկանց հոգիները որ սացել են եւ հենց այդպիսի մարդիկ էլ կործանում են մեր երկիրը եւ դեգրադացնում են ատելություն տարածելով։ Դեռ շատ բաներ կբացահայտվեն, որոնք ես կանխատեսել եմ եւ ես չէի ցանկանա, որ մեր երկրում այսքան բուծվեն, կոպիտ ասած, այդպիսի չար մարդիկ, որովհետեւ այսօր երբ որ դու կենթանուն սկսում ես սիրել, կենթանուն օգնել, տարբեր կենթանիների թեկուզ օգնել, հա, դու հասկանում ես, որ մարդը ավելի վտանգավոր է, քան կենթանիները։ Եվ դու սկսում ես ավելի շատ սիրել կենթանիներին, ինչ ստեղծել է արարիչը, քան մարդկանց, որովհետև մարդիկ ավելի վտանգավոր են, քան կենթանիները։ Ես խորհուրդ եմ տալիս մեր հայ ազգին, որպեսզի մաքուր պահեք ձեր սիրտը, ձեր միտքը եւ ձեր մարմինը, լինելով էկոլոգիապես մաքուր, ամեն մի արտահայտությունը, ամեն մի գործողությունը, որոնք որ դուք անում եք, 10 կտրեք, 1 չափեք, նոր մտածեք, արեք։ Ամեն մարդ կրելու է այն հետևանքները, իր սերունդի, սերունդները, այն ինչ դուք ցանում եք, որովհետև չի կարելի
տիեզերքի օրենքները խախտել, եւ հետո դու ստանում ես այն, ինչ հետ է գալիս քեզ, դա կոչվում է ատկատ։ Այսինքն հետադարձ ատկատ, հարված, հետ հարված։ Այսքանով ավարտենք եթերը, շնորհակալություն։